Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստրոմագ եւ թալիսմաններ, գերհզոր, ամենաարդյունավետ, էքսկլյուզիվ, մոգական ալիքում, որտեղ դուք կգտնեք ամենատարբեր մոգական հմայախոսություններ, հնարքներ, ծիսակարգեր, որոնք օգնեն ձեզ հաղթահարել ցանկացած կենսական խնդիր եւ դժվարություն եւ ապրել շատ ավելի բարեկեցիկ, երջանիկ եւ ուրախ կյանքով։ Սիրելի բարեկամներ, մենք 2026 թվականի այս փետրվարյան օրերին բացառիկ շրջանում են գտնվում եւ պետք է ասել, որ նախ հրեղեն ձյու տարվա առաջին աճող լուսինն է եւ երկրորդը մենք արդեն մոտենում ենք գարնանային գիշերահավասարին, որը ամենահզոր մոգական կետն է տարվա մեջ եւ աստղաբանական նոր տարին ըստ էության եւ այդ իսկ պատճառով այն բոլոր արարողակարգեր եւ հմայախոսությունները, որոնք դուք կկատարեք փետրվարի 18-ից մինչեւ մարտի 20-ը, բացառիկ ուժով եւ զորությամբ են օժտված լինելու եւ ձեր կյանք կբերեն այն բաղձալի փոփոխությունները, որը դուք ցանկանում եք այս տարվա ընթացքում ներգրավել ձեր կյանք, այնպես որ կատարեք բոլոր այն արարողակարգեր ու հմայախոսությունները, որ ես ձեզ կներկայացնեմ եւ անպայման կունենաք լավագույն արդյունքը, սիրելի բարեկամներ, եւ իհարկե ձեր բազմաթիվ խնդրանքներով, ուղղակի անթիվ են ձեր խնդրանքները, ինչպես ներգրավել ձեր կյանք նյութական բարեկեցությունը։ Սա մի հարց է, որը հուզում է բոլորիդ եւ այդ իսկ պատճառով ես շարունակում եմ ներկայացնել հմայախոսություններ եւ արարողակարգեր, որոնք ուղղված են նյութական բարեկեցություն ձեր կյանք ներգրավելու։ Նման եթե այս ընթացքում անեք, այս փետրվարի 18-ից մինչեւ մարտի 20, այս մեկ ամսվա ընթացքում կունենաք լավագույն արդյունք ամբողջ տարվա համար։ Եվ այժմ ներկայացնում եմ գերհզոր փողաբեր հմայախոսություն, որի կատարելու հետևանքով գումարը բոլոր կողմերից կհոսի դեպի ձեր տուն։ Սա արվում է տան համար, այսինքն այն ընտանիքի համար, որը բնակվում է կոնկրետ տվյալ տան մեջ։ Դա նշանակություն չունի, դուք վարձով եք բնակվում, թե դա ձեր բնակարանն է, արվում է կոնկրետ տան համար եւ այն մարդկանց համար, ովքեր բնակվում են այդ տան մեջ։ Շատ հզոր արարողակարգ է եւ լուսնի հետ կապ չունի, բայց շատ բարենպաստ է այս արարողակարգը կատարել մինչեւ գարնանային գիշերահավաս, այսինքն մինչեւ մարտի 20-ը։ Ես խորհուրդ եմ տալիս այդ ժամանակահատվածում կատարել, կարելի է կատարել ընդամենը տարին 2 անգամ, այնպես որ շատ բացառիկ հզոր ուժեղ արարողություն է եւ նաեւ շատ պարզ։ Ես պարզ հմայախոսություններ եմ ձեզ ներկայացնում, որպեսզի խնդիրներ չունենաք դուք։ Սիրելի բարեկամ, որտեվ բարդ հմայախոսություններ ներկայացնելու ժամանակ դուք անընդհատ հարցեր եք հետո ինձ ուղղում, ինչպես անել, ոնց կապել էս թելը, ոնց արձակել էս թելը, չնայած որ ես շատ մանրամասն այդ ամենը ներկայացնում եմ, ես ուղղակի զարմանում եմ, եթե դուք սկզբից մինչև վերջ մի քանի անգամ դիտեք վիդեոն, որևիցե խնդիր, որևիցե հարց ձեր մոտ չի առաջանա։ Բայց որպեսզի չառաջանա, ներկայացնում եմ պարզեր, այսինքն այստեղ հարց չի կարող առաջանալ։ Եվ ինչ է անհրաժեշտ այս հմայախոսության համար, երկու ցանկացած մոմ, ցանկալի է վերցնել մեղրամոմեր, որ նրանք հեշտությամբ ոլորվեն, սիրելի բարեկամներ, սա շատ կարևոր է եւ չճաքեն, մոմերը ոլորելու ժամանակ չպետք է ճաքեն։ Ցանկալի է վերցնել երկար մոմեր, ես ուղղակի այս կարմիր մոմերի օրինակով եմ ցույց տալիս, բայց դուք ցանկացած գույնին, կարող եք կանաչ վերցնել, կարող եք մոմի գույն վերցնել, դեղին մոմեր վերցնել, ցանկացած, բայց մի փոքր երկար մոմեր վերցրեք, այժմ կհասկանաք, թե ինչու։ Դիտեք վիդեոն մինչև վերջ։ Եվ այսպես, այս արարողակարգը կատարվում է երեկոյան ժամերին, եւ արդեն ընտանիքի բոլոր անդամները հավաքվել են տանը եւ այլևս ոչ ոք չպետք է դուրս ու ներս անի։ Սա շատ կարեւոր է, սիրելի բարեկամներ, անընդհատ ինձ մի հարցրեք, իսկ կարելի է մեկը դուրս գա, մեկը մտնի, ոչ, չի կարելի։ Եթե դուք որոշել եք կատարել այս արարողությունը եւ ներգրավել ձեր կյանք բացառիկ ֆինանսական հաջողություն, ուրեմն պետք է խստագույնս կատարեք այն, այսպես ասած, բոլոր պայմանները, որը արկա են այս արարողակարգի մեջ։
վերցնում եք երկու մոմ եւ սկսում եք այդ մոմերը օլորել մյանց, այսպես օլորում եք, այս արողակարգը պետք է սկսել ձեր մուտքի դռան մոտից, այսինքն այն մուտքի, որը տանում է դեպի ձեր տուն, այսինքն վերցնում եք օլորում եք մոմերը, ցանկալի է դնել մոմակալի մեջ, այնուհետև վառում եք մոմերը, իհարկե բնականաբար անպայման լուցկիով եք վառում մոմերը, որ բնական նյութով լինի, այսպես վառում եք մոմերը, պահում եք ցանկացած, կարող եք աջ ձեռքին ու աջ ձեռքում պահում եք մոմերը, եւ անմիջապես վառելուց հետո կանգնած ձեր դռան դիմաց դեմքով դեպի դուռը պահում եք մոմերը, մեկ անգամ արտասանում եք այն հմախոսությունը, որը գրված կլինի այս վիդեոյի տակ առաջին մեկնաբանության կամ նկարագրության մեջ, արդեն դուք նայեք տեսեք, որտեղ ես կտեղադրեմ, ես չեմ կարող հիմա ասել, եւ այդ հմախոսության մեջ կլինեն փակագծեր, այնտեղ պետք է ասել ձեր ընտանիքի անդամների անունները մեծից փոքր, այսինքն բոլոր այն մարդկանց անունները, ովքեր տվյալ պահին բնակվում են տանը, եթե ենթադրենք ձեր երեխաները կամ ձեր ամուսին գտնվում է արտագնա աշխատանքի մեջ կամ ձեր երեխաները ինչ որ ուսման մեջ են այլ երկրում, ապա այս արարողակարգը ուղղակի չի աշխատի իրենց համար, հիմնականում պետք է ասել այն անդամների անունները, տան անդամների, ովքեր տվյալ պահին ապրում են տանը, մեկ անգամ ասեցիք, վերցնում եք այս ուրեմն մոմերը, օլորված մոմերը վերցնում եք եւ սկսում եք ժամացույցի սլաքի ուղղությամբ քայլել ձեր տան միջով, մոտենալով յուրաքանչյուր անկյունի եւս մեկ անգամ կարդում եք այդ հմախոսությունը, ասելով բոլոր այն անձանց անունները, ովքեր բնակվում են ձեր տանը։ Եվ այդպես բոլոր սենյակներում բաղնիկ զուգարանը ներառյալ, նաև փակ պատշգամբը ներառյալ, դուք կարդում եք բոլոր անկյուններում այդ հմախոսությունը, բայց պատշգամբը պարտադիր չէ մտնել, սիրելիներս։ Խոհանոցը, խորտկանոցը, այսինքն այդ կլադովկան, որ ասում են կլադովկա, չգիտեմ, բաղնիկ զուգարանը նույնպես դուք պետք է պարտադիր մտնեք։ Եվ այնուհետև, երբ վերադառնաք ձեր մուտքի դռան մոտ, շեմի մեջտեղում, ներսի կողմից, անդադ դուք ինձ այդ հարցը տալիս եք, ներսից, իհարկե ներսի կողմից, հենց մեջտեղում, ասենք, սա ձեր մուտքի դուռն է եւ մեջտեղը դնում եք հենց շեմին մոմերը, եւ թողնում եք, որ նրանք այրվեն մինչև վերջ։ Այնուհետև, սիրելի բարեկամներ, այս մոմերի մնացորդները, կրկին հիշեցնեմ, պարտադիր չի մոմերը լինեն կարմիր, պարզապես ես ցույց տալու համար այս կարմիր մոմեր ընտրեցի, մոմերը կարող են լինել ցանկացած գույնի, բացի սև գույնից, իհարկե։ 7 օր շարունակ այս մոմերի մնացորդները պետք է պահել ձեր մուտքի դռան կողքը, կարող եք պահարանի մեջ դնել կամ ինչ-որ մի կողքից միտեղ այսպես հարմարացնել դնել եւ 7 օր այնտեղ պետք է մնան այս մոմերի մնացորդները, իսկ 8-րդ օրը պետք է վերցնել, անպայման չմոռանաք դա անել, այլապես չի աշխատի, պետք է վերցնեք այդ մոմերի մնացորդները, սիրելի բարեկամներ, դուրս եք գալիս ցանկացած վայր, ցանկալի է որ դա ամայի վայր լինի եւ այրում եք այս մոմերի մնացորդները, իհարկե ցանկալի է փաթաթել թղթի մեջ, որպես ավելի լավ այրվի, ամբողջությամբ այրելուց հետո վերադառնում եք տուն եւ անպայման լողանում եք գլուխը ներառյալ, սա շատ կարեւոր է, որպես իսկապես ամբողջությամբ աշխատի արարողակարգը, բացառիկ բարենպաստ է, հատկապես մինչև գարնանային գիշերահավասարը անպայման կատարեք այս արարողությունը եւ կտեսնեք նրա արդյունավետությունը։ Այսքանը, սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք Աստրոմագիա եւ Թալիսմաններ իմ YouTube-յան ալիքին,
կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են օգնում իմ արարողակարգերը անձամբ ձեզ։ Տեսություն, հանդիպենք։